Ողջույն հարգելի հետևորդներ, 24 News-ը ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը։ Այս պահին տաղավարում ես հյուրընկալել եմ բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Պարոն Չախոյան, ողջույն, շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու համար։ Նորքի թաղապետարանում տեղի ունեցած սկանդալային միջադեպից 20 օր հետո թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացնում։ Ըստ ձեզ, ինչու 20 օր հետո միայն, ովքեր եւ որտեղ որոշեցին Տիգրան Տեր-Մարգարյանի ճակատագիրը, այսպես ասած։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար ձեր հաղորդաշարին։ Ըստ ինձ տեղի ունեցավ հետևյալը, որ իրենք կարծում են, որ մի փոքր ժամանակը հանրության մոտ կմոռացվի տեղի ունեցած խուլիգանությունը, իսկ ժամանակը այլ հակառակ բանը ցույց տվեց, որ հանրությունը շատ լավ հիշում է եւ շարունակաբար դա դարձել էր քննադատողության մեծ ալիք էր բարձրացրել եւ գալիք ընտրությունների առաջ իրենց ճակերտավոր վարկանիշը ավելի չնվազեցնելու, ցածրացնելու համար, այսպես ասած, զոհողության գնացին, բայց արդեն ուշ է։ Խիա ուշ, որովհետեւ այն արարքը, որի համար իրենք չեն զղջում, որը արտահայտել է հենց թաղապետը, ինչ արել եմ լավ եմ արել ու հենց այսօր էլ Factor TV լրագրողը հարց է ուղղել թաղապետին, դուք չեք զղջացել ձեր արածի համար, ասեց ոչ։ Ասեց ոչ։ Եվ այդտեղից էլ հարց է առաջանում։ Հրաժարականի իմաստը ինչու՞մ է կայանում, եթե ըստ իրանց լավ են արել եւ չեն զղջում։ Ասում են հնարավոր է մարդկանց մոտ, հանրության մոտ տպավորություն ստեղծվի, որ իրենք խոչընդոտում են հարուցված քրեական գործի ընթացքին։ Ըստ էության իրանք արդեն իսկ խոչընդոտել են քրեական վարույթին, որտեղ ինձ մեղադրյալի կարգավիճակ են տվել, թաղապետարանից բոլորը տեսանք ինձ որպես հանցագործ ձերբակալեցին ձեռներս ոլորած, այն դեպքում, երբ որ հենց իրենց պիտի ձերբակալեին եւ տանեին, այսինքն ակնհայտ քաղաքական հովանավորչությունը եղել է տվյալ դեպքում եւ այդքան, այսինքն այլ ուրիշ հատկանիշներ չկան։ Այսինքն իրանք այդ ամենը անում են ընտրության առաջ ընտրազանգվածի կորուստ չունենան, էլի, փորձեն այդ ժողովրդավար արժեքները պահպանեն։ Բայց ըստ ձեզ այդ որոշմանը հանգեց օրինակ Հանրապետություն խմբակցությունը, թե օրինակ Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան կամ Տիգրան Ավինյան, Անի Խաչատրյան տանդեմը։ Իմ կարծիքով հենց իրանց որոշումն է եղել, որովհետև իրանք ի սկզբանե շանտաժի լեզվով են խոսացել քաղաքապետի հետ, իշխանության հետ, ասել են, եթե թաղապետին աշխատանքից հեռացնենք, մենք բոլորս մանդատներս վայր կդնենք։ Եվ մենք տեսանք մոտ 20 օր անցավ եւ ոչ ոք իրենց աշխատանքից չհեռացրեց, այլ ընդհակառակը խրախուսեցին իրենց արարքը իշխանության կողմից, ԿՊ-ի կողմից եւ տեսանք, որ իրանք նման որոշում կայացրեցին, կրկնում եմ, գալիք ընտրությունների համար։ Բայց այստեղ հատկանշական է, որ Տիգրան Ավինյանը խրախուսեց Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի դիմում ներկայացնելը, քանի որ ստեղծված իրավիճակում պաշտոնյա է, որի վարքը մյուսների համար ընդօրինակելի է, նա նաև նշեց, որ նման սկանդալներ ելի են լինելու, որոնք հրահրվելու են եւ ամեն դեպքում իրենք պետք է պատշաճ վարքագիծ դրսեւորեն, նշեց սադրելու են։ Դուք առաջիկայում ինչ-որ սադրանքներ եք պլանավորել։ Ըստ երևույթի, որ տեսնում եմ իրանք ինչն են նկատի ունեն սադրանքը կոռուպցիայի բացահայտումը, այսպես ասած դա սադրանք են ընդունում, այո, պատրաստվում եմ եւ դա շարունակական բնույթ է կրելու եւ մենք տեսնում ենք ամեն կոռուպցիայի բացահայտելուց հետո իրենք այդ թվում իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ինչ ցնցումների մեջ են ընկնում, այսինքն ակնհայտ է, որ երբ որ իրենց գրպանին ես կպնում եւ հանրությանը ներկայացնում ես իրենց դեմքը եւ իրենք ինչի համար են եկել իշխանությանը եւ որն է իրենց արժեհամակարգը, իրենք պատրաստ են ամենաստոր խուլիգանությունը, այնինչ մենք բոլորս տեսանք։
Իդեպ տեղի ունեցած միջադեպից հետո ձեզ եւ պարոն Մանուկյանին մեղադրում էին, որ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից էր հրահրված այս սադրանքը եւ այդ ամենով խարխլում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Այս պարագայում Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը դուք ինչպես եք գնահատում, խարխլվել է, հետո նորից վերականգնվեց, ինչ տեղի ունեցավ։ Անկեղծ ասած, դա մանիպուլյացիոն թոզ էր, որ փչեցին հանրության աչքերում եւ հանրությունը դա, այսպես ասած, այդ կուտը չկերավ եւ բոլորն էլ այդ հայտարարություններին լուրջ չվերաբերվեցին, բացի, տենց ասած, իրենց համակիրներից, որոնք իրենք նույնպես շարունակեցին այդ թեզը քարոզելը։ Իրականում դա շատ անլուրջ հայտարարություններ է, որը իր մեջ ոչ մի լուրջ փաստահեն փաստ որևիցե չէր պարունակում, բայց իրականում այսինքն ինչա դուրս գալ է, իրենք տենդերը շահել են սադրանքի, որպես մենք սադրանք էլի այդպես մի հատ փորձենք դիտարկենք եւ վերլուծենք էլի ըստ իրանց ասած սադրանքը որն է եղել, որ մեր կողմից միտումնավոր կազմակերպվել է։ Կոռուպցիա ենք բացահայտել, որ մանկապարտեզը պետք է շահագործման հանձնված լիներ, որևիցե մեկի հասցեին ես վիրավորական խոս եւ թթու խոս չեմ հնչեցրել, այդ թվում թաղապետի, որից հետո հենց թաղապետը ինձ միտումնավոր զանգահարել է եւ սպառնացել է, հիմա միացնեմ իր հարցազրույցի մի հատվածից, որ այս հաղորդումը դիտողների համար էլ ավելի հստակ բարձրնի, թե ես ինչի մասին եմ խոսում։ Ես այո միտումնավոր եմ զանգել իրենց։ Ես այո միտումնավոր եմ զանգել։ Այսինքն կոռուպցիան բացահայտել են, որից հետո թաղապետը միտումնավոր զանգել է եւ սպառնացել է եւ հետո պնդում է, որ իրանք դրթում էին, որ ես զանգահարեի իրենց, հետեւաբար իրանք գիտեին, որ ես զանգելու եմ իրենց վրա։ Այսինքն կոռուպցիան բացահայտել ենք, մենք այդպիսով իրեն դրթել ենք, որ ինքը զանգահարի, այսինքն մեկը մյուսին անհեթեթ հայտարարություններ են արել, որը ինքնին վկայում է այն բանի մասին, որ կոռուպցիայի բացահայտումից իրանք վատ են զգացել։ Այսինքն ոչ մի վիրավորական խոսք, սադրանք չի եղել, այլ ինչ տեղի ունեցավ, բոլորս է տեսել ենք, թե ձայնագրությունը, թե ամբողջ գործողությունը, խուլիգանությունը թաղապետարանում։ Գուցե Տեր-Մարգարյանը սպասում էր, որ օրինակ այդ կոռուպցիոն բացահայտումը, որը տեղի ունեցել ձեր կողմից, անձամբ իրեն կգնաք կներկայացնեք, կփորձեք հարցը այդպես լուծել, այլ ոչ թե օրինակ ուղիղ եթերում բացահայտելով, թե որը պետք է մանկապարտեզը, որը պետք է հանձնվի շահագործման, դեռևս պատրաստ չէ։ Չէ, իրեն ցուցադրելու որևիցե կարիք չկա, որովհետև փորձից ելնելով այն է ցույց տվել, որ իրեն ինչ-որ հարցով դիմելով երբևիցե այտենց էականորեն լուծումներ չեն ստանում եւ պետք է անկեղծ լինել մանկապարտեզի այդ ծրագիրը որևիցե աղերս եւ կապ չուներ վարչական շրջանի ղեկավարի հետ, այսինքն իր լիազորությունների շրջանակներում չէր։ Այդտեղից էլ հարցը առաջանում, բայց եթե ձեր լիազորությունների շրջանակներում չի եւ ձեզ անդրադարձ չի եղել, խի՞ք զանգել։ Այսինքն փաստը այն է, որ իրենք փոխկապակցված, այսպես ասած, պասերով կոռուպցիայով են զբաղվում եւ ակնհայտ է եւ դուք մի փոքր առաջ նշեցիք, թե ինչ դրթեց, որ նա հրաժարական տվեց, տեսեք, այդ դեպքից հետո մոտ տևական ժամանակ է, մոտ 10 օր է ես հրապարակում եմ այլ մանկապարտեզի նմանատիպ դեպքեր, որ պետք է շահագործման հանձնվել եւ շահագործման չի հանձնվել, 2 տարի չի գործում եւ փողը գումարը 90%-ը վճարված է եւ վթարային է ու 3 չառաջորը կրկին հրապարակել եմ, թե ինչպես է հենց իրենց թիմակիցը տենդերը շահել, մանկապարտեզը շահագործման միջոցով հանձնված չի եւ 226 միլիոն դրամ վճարված է, հենց իրենց կուսակիցն է։ Եվ Photoshop-ով շենք են տեղափոխել, որ շինթույլտվություն տան այդ նույն ընկերությունը։ Հիմա հարց, չէ՞ որ իրանք ելնում են հանրությանը քարոզում են, աշկերտին թոզ են փչում, որ դա միտումնավոր կազմակերպված է եւ այլն եւ այլն։ Միտումնավոր ո՞նց է կազմակերպված։ Եթե տենդերը դուք եք շահում,
փողը դուք եք առնում, շինթույլտվությունը դուք եք ստանում։ Այսինքն մենք է բացահայտում ենք, դա էլ սադրանք է համարվում։ Դա ուղղակի անհետեցություն է, էլի, դասական թալանչիների, այսպես ասած, մանիպուլյացիան է։ Պարոն Չախոյան, ձեր դեմ հարուցված քրեական գործով այս պահին գործը ինչ փուլում է գտնում եւ արդյոք դուք ռեսվել եք Տիգրան Տեր-Մարգարյանի հետ։ Տեսեք, քանի որ քրեական գործը քննության ընթացքում է, նախագնական գաղտնիք է պարունակում շատ բան, ոչ թե շատ բան, այլ տվյալ դեպքի վերաբերյալ ոչ մի բան չեմ կարող հայտնեմ։ Երբ որ քրեական վարորդը կավարտվի մեծ հաճույքով հրապարակային ամեն ինչի մասին ես կխոսեմ, այդ թվում դատարանում։ Բայց գործի ընթացքից գոհ եք, ինչպես է ընթանում առանց նախաքննական Չէ, գոհ չեմ, որովհետև ակնհայտ է ինձ վրա արդեն կա մեղադրյալի կարգավիճակը եւ ակնհայտ է անկեղծ ասած մեծ սպասելիքներ էլ չունեմ, որ թաղապետը օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կկրի, դա արդեն ինձ փորձն է ցույց տվել, այդ թվում մահափորձի դեպքը, երբ որ տեղի ունեցավ, հանձին վնասազերծի եւ հանձնեցի ոստիկանությանը, իրան նույնպես չձերբակալեցին, երբ որ դանակով հարձակվել է եւ միջորս պատիժ չի կրել, ազատության մեջ է, դե բնականաբար է, եթե համեմատություն եմ անցկացնում, եթե մարդ կա գիշերով, որը նախկինում դատապարտված է եղել դանակահարության համար եւ պատիժ չի կրում, թաղապետը 10 հոգով խուլիգանության համար ոնց կարա պատիժ կրի։ Այսինքն այս իշխանության համար այդ խուլիգանությունը խրախուսելի է, այլ հակառակ ուրիշ այդ ամենը բացատրություն չունի։ Հակառակ դեպքում, եթե օրենքի երկիր լինի, թաղապետին պիտի նույն ձև, ինչպես որ ինձ էին ձերբակալել եւ ձեռքերս ոլորած տարել են, այդպես պիտի իրանց բերման ենթարկեն, բայց այդ ամենը տեղի չունեցավ, ինչը հենց փաստեց դրա հետևանքը, որ Մալեցիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի հայտարարությունը, որ եթե աշխատանքից հեռացնենք մանդատները վայր կդնենք, հենց դա հենց ուղի տեքստով շանտաժ էր։ Իսկ մենք գիտենք, եթե մանդատները վայր դնենք, որ ԿՊ-ն լուրջ խնդիրներ կունենա։ Իրեւ Տիգրան Տեր-Մարգարյանը 2026 թվականի մեծ սպասումներ ունի, նշելով անդրադառնալով այս դեպքին, ազգային ժողովի падգամավորներից մեկին մանդատագող անվանեց, այս խմբակցությունից այն խմբակցություն գնացող եւ ասեց, որ ինքը 2026 թվականին է սպասում, որտեղ տեսնելու է ոմանց քաղաքական վախճանը։ Տեսեք, նախ համար 1 մանդատագողը հենց նրանք են, հենց իրենց թմով հանդես, ԿՊ-ով հետ հանդես, որտեղ իրանք ընտրությունների ժամանակ հանրությանը ներկայացրել են իրենց ընտրողներին որպես ընդդիմադիր։ Եվ ժողովուրդը ոչ թե իրենց ձայն էին տվել, որ կոալիցիա կազմեն ԿՊ-ի հետ, այլ որ, այսպես ասած, իրանք գային իշխանության։ Իսկ մենք տեսանք, որ ինչ տեղի ունեցավ, քաղաքական առևտուր տեղի ունեցավ, օրվա կուրսով իրենք վաճառվեցին ԿՊ-ին եւ իրենց մանդատները վաճառեցին ԿՊ-ին, էլ մանդատագողը ինչպես է լինում, ուրիշ ձև չի լինում, պոզով պոչով չի լինում, ինչպես որ Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, հենց իրանք են մանդատագողը, որովհետև ուրիշ բացատրություն չունին։ Եվ այդ ամենում մեղադրել ուրիշներին դա ուղղակի անհետեցություն է եւ կուզենամ առիթից օգտվեմ ազգային ժողովի այն падգամավորներին, ովքեր տվյալ հարցի շուրջ բարձրաձայնել են եւ խոսել են եւ մենք տեսանք ինչ դրական ազդեցություն է տեղի ունեցել, ինչ ծանր են իրանք տարել, այդ ամենի համար ես շնորհակալություն եմ հայտնում այդ բոլոր падգամավորներին։ Շնորհակալ եմ պարոն Չախոյան հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ զրուցում էի բլոգեր ակտիվիստ Արթուր Չախոյանի հետ։